Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական թե բացասական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման հարցում։ Հայաստանի ու Թուրքիայի գլխավոր դիվանագետների դիրքորոշումները սրա վերաբերյալ սկզբունքորեն տարբերվում են։ Այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությանն է այսպես արձագանքել Միրզոյանը։ Նա ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կխլի Հայաստանից Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Գրեթե հակադարձելով Ֆիդանին, Միրզոյանը միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը իսկապես կարևոր են Հայաստանի համար։ Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է։ Դրա իրենց մոտ ստրատեգիկ դիրքորոշում է, որը երբեք չի փոխվում։ Ֆիդանի հայտարարություններում նոր շեշտադրումներ է նկատել քաղաքագետը։ Թուրք դիվանագետը հստակ նախապայմաններ էր առաջ քաշել հայ-թուրքական սահմանի բացման համար։ Փոխել Հայաստանի սահմանադրությունը, բացել Զանգեզուրի միջանցքը։ Ասում եմ, եթե մենք նախորոք ինչ-որ քայլ անենք, դա Հայաստանի համար ազդակ կլինի, որպեսզի Ադրբեջանի հետ կարգավորման չգնա։ Այլ խոսքով ասում եմ, որ մենք թթվածին Հայաստանի թթվածին տալու ցանկություն չունենք։ Քաղաքագետը նկատում է, որ դեռ որևէ թուրք պաշտոնյա այսքան բացեի բաց մեկին մեկ չէր կրկնել Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի նախապայմանները։ Ամենայն դեպս ես չեմ հիշում, որ Թուրքիայի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այսքան մանրամասնորեն ոչ միայն համերաշխվեր Բաքվի հետ, այլ նաև նշեր այդ երկու կետերը։ Հեռացել է խաղաղության հեռանկարը։ Հական Ֆիդանի հայտարարությունները հաստատել են քաղաքագետի այս կարծիքը։ Հայաստանին մանևրելու հնարավորություն չի տալիս Անկարան։ Փակուղում է հայտնվում թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկ ելքի հնարավորությամբ, սահմանադրության փոփոխություն ու Զանգեզուրի միջանցքի բացում։ Արադ Միրզոյանը այսօր ասում է, որ չեն ուզում կապակցեն այդ երկու հարաբերությունները, էկոզելով չի, դու սուբյեկտություն չունես, դու չես որոշում։ Ավելին ասում է, անգամ կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդակ լինել։ Այո, կարող է, եթե Թուրքիան ուզում է։ Թուրքիան ուզում է, որ Զանգեզուրի միջանցք կոչվի այն, ինչին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփի ուղի անունն են տվել։ Հայաստանի վարչապետը երկար բարակ չի արձագանքում լրագրողի այս դիտարկմանը, որ նաև ըստ էության արձագանքն է Ֆիդանի վերջին հայտարարությունների։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաև Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Կակա ասելուց բերանը չի քաղցրանում։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։